Հայցերից փոխադարձ հրաժարվել լինելու։ Ներեք չգիտեմ կկրկնվեմ թե չէ, պարոն վարչապետ, Բաքվից հայտարարությունը եղավ, ԱԳՆ նաև արձագանքեց, բայց Բաքվի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ համաձայնեցվել է հիմա Հայաստանը, ես մոտավորապես եմ ասում, բայց իմաստային է, որ հիմա Հայաստանը պետք է արդեն սահմանադրությունը եւ ՀՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ սահմանադրության փոփոխության ուղղությամբ քայլեր անի։ Սա արդյոք նշանակում է, որ փաստաթուղթը ամեն դեպքում չի ստորագրվի, քանի դեռ այդ հարցերի պատասխանը Բաքուն չի ստացել։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ադրբեջանը ունի իր պատկերացումները, Ադրբեջանը ունի իր հարցերը, մեր գնահատականն այն է, որ այդ բոլոր հարցերը խաղաղության համաձայնագրի տեքստով եւ տեքստում հասցեագրված են եւ մենք կփորձենք մեր դիրքորոշումները ավելի պարզաբանել խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների շուրջ խորհրդակցությունների արդյունքում, որի վերաբերյալ Ադրբեջանը ես ճանապարհին էի ոնց որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես այդ թեմայով հայտարարություն արել է։ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում Բաքվի հետ հայկական կողմը ունի, որ ինչ որ ժամկետում Հայաստանը կանի այդ փոփոխությունը։ Ոչ, չունի այդ դրա հետ կապված քննարկում, որովհետև մենք տեսեք, նախ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել եւս համադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծեմ որոշումից հետո ԱԿՆ համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք, եւ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը եւ ընդհանրապես, որովհետեւ ելի ասում եմ, որ մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում եւ նախկինում ոնց որ թե ես այդ թեմային անդրադարձել եմ, որ հիմա դուք հարց կբարձրացնեք, կասեք, բա այդ դեպքում ինչի Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության շատ լավ, ուրեմն նախկինում ասել եմ դրա մասին, հիմա էլ առավել եւս հիմա, երբ որ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել եւս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են։ Բայց Բաքուն չի հրաժարվում։ Այսօր կրկնել են այդ պահանջը։ Այո, ես դա հասկանում եմ։ Ես ձեր հարցը հասկացա եւ ձեր հարցին եմ պատասխանում եւ ասում եմ, որ այդ թվում երկկողմ քննարկման արդյունքում ոչ, ինչ հարց կքննարկենք։ Մենք երկկողմ քննարկման արդյունքում, եթե հարցը կքննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի սահմանադրություն տարածքային պահանջները պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը, այդ թվում Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջների ներողություն։ Դուք նկատի ունեք, որ մինչ օրս բանակցային սեղանի շուրջ սահմանադրության հարց չի քննարկվել Բաքվի հետ, բացի իրենց հրապարակային հայտարարություններից։ Իրենց դիրքորոշումները, այսինքն ասել են, որ իրենք խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում։ Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են եւ մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում։ Բայց հիմա փաստորեն ներողություն եմ խնդրում։ Մի հարց էր, Ոչ, ախր ես չեմ հասկանում։ Հիմա տեսեք, դուք հիմա գնալու եք տենց վերնագիր դնել։ Ես տենց բան ասեցի, խնդրում եմ, ես ձեր հարցին ամբողջական պատասխան տվեցի